խփած է։ Դե փառքս։ Հայկը չէր խփում։ Հոդվածն իրոք տպել է։ Եթե իմացել եմ, որ էդի քո ձեռի գործն է, ձեռիցս չես պրծնելու, Բակուր։ Վատա էստեղ են։ Նորա։ Երեխես ուրա։ Բաբկենդ։ Հա, բաբկենս։ Ու հանկարծ չձևացնես, որ դու ոչ մի բանից տեղյակ չես։ Բայց ես իսկապես տեղյակ չեմ։ Ես զգում եմ։ Ես գիտեմ, որ ես ամեն ինչը դու ես արել։ Ասա տենամ երեխես ուր ես պահել։ Նորա, դու նորմալ ես, առողջ ես, հենց ինչեր ես ասում։ Ճիշտ ես ասում։ Ես արդեն համարյա ցնորվում եմ։ Բայց հələ այն աստիճան չեմ ցնորվել, որ չհասկանամ ինչ եմ խոսում։ Քո աղջիկը ամեն ինչից տեղյակ էր։ Ու ինքը ինձ բաց տեքստով սպառնում էր։ Ու հնարավոր չի, որ ինքը քեզ ոչ մի բան ասած չլինի։ Էլենը ոչ մի բանի հետ կապ չունի։ Կապ ունի։ Կայա, եթե դու ես ամեն ինչը արել ես ինձ պատժելու համար, ուրեմն համարենք, որ պատժեցիր։ Ես ահա որ զղջում եմ ամեն ինչի համար։ Բայց եթե դու իմ երեխուն հետ վերադարձնես, ես խոստանում եմ։ Ես քո կյանքից կգնամ։ Ես Արսենին հանգիստ կթողնեմ։ Լսում ես? Խոստանում եմ։ Փաստորեն քո երեխային առևանգել են։ Վերջ դու, իբր դու ոչ մի բանից տեղյակ չես, հա? Իբր դու ոչինչ չգիտես, հա? Ես համոզված եմ, որ այդ ամեն ինչը դու քո աղջիկն եք արել։ Ես իհարկե չգիտեմ, թե քո աղջիկա դերը ինչքան է, բայց որ դու այդ ամեն ինչից տեղյակ ես համոզված եմ, ես 100% համոզված եմ։ Դա մենակ դու կարայր անել, մենակ դու։ Եթե այն ինչ որ դու ասում ես, ճիշտ է, ես ցավում եմ, ես իսկապես ցավում եմ, որովհետև ես մայր եմ, ես էլ երեխա ունեմ, ես գիտեմ, թե դու ինչ կարող ես զգալ, բայց քո մեղադրանքները իմ հասցեին անհիմն են։ Չէ, անհիմն չեն, դա մենակ դու կարայր անել, մենակ դու։ Փաստորեն քո երեխայի հայրը Արսենն է։ Ահա։ Ու դու դրա մասին չգիտեր, չէ՞։ Դու դրա մասին չգիտեր։ Ոնց կարող է դու դրա մասին չիմանալ։ Ինչ ես քեզ հիմարի տեղ դրել։ Վերջացրու, ասում եմ։ Ուզում ես ասես, որ դու այդ ամեն ինչից տեղյակ չես, հա։ Դու իհարկե տեղյակ ես եղել այդ ամեն ինչից։ Տեղյակ ես եղել, դրա համար էլ ուզեցել ես ինձ պատժես։ Բայց քո մոտ ոչ մի բան չի ստացվի։ Երեխես ուրա երեխես։ Հայկս, այս ամեն ինչում դու ես մեղավորն Արեգ։ Ես։ Հա, հենց դու։ Հա, ճիշտ ես, մամ, ես եմ մեղավոր, որ ժամանակին չհասցրի։ Ու միջև վրա հասա, դրանք արդեն փախել էին։ Ու հետո ես չգիտեմ, թե ինչի համար էին նրանք Հայկին ծեծում։ Բայց Հայկը տենց շրջապատի մեջ չի, որ իրան այդպիսի կռվի մեջ ներգրավել։ Ինչի պիտի տենց վարվեին իր հետ։ Մամ, չգիտեմ։ Ինչ արել է ինքն է արել։ Ու հետո մարդուն հենց նենց տեղը չեն ծեծում։ Ուրեմն ինքը ինչ-որ բան նենց չի արել։ Ոնց ես խոսում, ոնց որ խոսքը եղբորդ մասին չի։ Ես քեզ խոստանում եմ։ Ես դրանց անպայման կգտնեմ ու կիմանամ, թե հետո ով է եղել։ Ես ուզում եմ հիվանդանոց գնամ։ Մամ, վաղը առավոտը ես քեզ կտանեմ։ Հիմա Հայկը կոմայի մեջ է, բոքսում անգիտակից պարկացա։ Ես ուզում եմ երեխուս տեսնեմ։ Մամ, ասեցի չէ, վաղը կգնանք։ Ու հետո Հայկը միջև վաղը կարող է ուշքի գա արդեն։ Եղբայրդ պիտի ողջ լիներ, որ քեզ կարգի հրավիրեր։ Ես ինչ կարող եմ անել։ Ինչ։ Մամ, նենց ես ասում, ասես թե ես եմ կազմակերպել, որ Հայկին ծեծեն։
Ես համոզված եմ, որ դու քո մեղքի բաժինն ունես։ Ուղղակի վախենում ես խոստովանես։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Որդուդ ուրիշ տեղ փնտրի։ Գուցե Արսենի գործընկերների մեջ։ Այս բան հնարավոր չի։ Փաստորեն այսքան տարվա մեջ դու Արսենին չճանաչեցիր։ Ինքը այն տեսակն է, որ կարա իր գործընկերներից որևէ մեկի ոտքին կանգնի, ոտքը տրորի, ու իրանք դա կանեն։ Այս բան հնարավոր չի։ Նման դեպքերում զանգում են, փրկագին են պահանջում, իրենց պայմաններն են թելադրում, բայց ոչ մեկ չի զանգում, հասկանում ես, ոչ մեկ չի զանգում։ Ես վրեժ ու պատիժ, իսկ պատժել մենակ դու կարայիր։ Ես։ Չէ, պատիժը Աստծուց սպասի։ Կներես, բայց ես ոչ մի բանով չեմ կարող քեզ օգնել։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Լսում ես, դու ոչ մի տեղ չես գնա։ Գայա, վերջին անգամ եմ քեզ ասում, երախուս հետ դուր։ Եթե դու դա չանես, դու կդառնաս իմ ամենամեծ թշնամին։ Ես կոչնչացնեմ, լսում ես, կոչնչացնեմ քեզ էլ քո աղջկան էլ։ Հասկանում ես, իմը տղայա, Արսենի շարանգնա, ու չկասկածես, որ Արսենը իր երեխու համար ամեն ինչ կանի, ամեն ինչ։ Թող ձեռքս։ Ես ցանկություն չունեմ լսելու քո ցնորքները։ Լսի այ խեղճուկ։ Դու ես ամեն ինչը արել ես մենակ նրա համար, որտեղ միշտ էլ իմացել ես, որ Արսենը մենակ ինձ ա սիրում, իսկ դու իր համար փողի աղբյուր ես, հասկանում ես, փողի համար ա քո այդ ինքը ամուսնացել։ Այսքանից հետո դու համարձակվում ես ինձ ասել, որ ինչ-որ բանից ինձ կզրկես։ Ես քեզ ամեն ինչից կզրկեմ, ես քեզ կզրկեմ, քո երեխուն կզրկեմ, ես քեզ ամեն ինչից կզրկեմ։ Ինչ մեղք ես դու, ես քեզ խղճում եմ, քեզ էլ էդ Արսեն կոչեցյալին էլ, որտեվ քո նմանին անդրել։ Հաստորեն պատերազմ, հաստորեն դու ուզում ես, որ ես ու դու թշնամանանք, հա? Ես քո հետ կիսելու բան չունեմ։ Իսկ Արսենին ես իմ կողքը զորով չեմ պահում, այնպես որ կռիվ մի տուր իր համար։ Իսկ ինչ վերաբերվում է ունեցվածքին, այդ ամեն ինչը ես իմ հորից եմ ժառանգել, ու Արսենը դրա հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Դու որովհետև Արսենն այդ ունեցվածքը բազմապատկել։ Ու եթե Արսենը չլիներ, դու հիմա քո հոր փողերը վաղուց քամուն էր տվել։ Ես ինչ հաշվեհարդար էր ախր։ Ինչի համար։ Մամ, հերիքա, ասեցի չէ, որ ես կպարզեմ։ Ալո, Բարև Կարինե ջան։ բարև։ Ինչ ա եղել Կարինե, ինչ ես լավ լինում։ Հայկս, երեխես։ Հայկը ինչ։ Չգիտեմ։ Մամ, քերին, հա։ Հա։ Տուր տեսնեմ։ Ալո, բարև քեր ջան։ Բարև Նարեկ ջան, ինչ ա եղել։ Քեր Հայկին են ծեծել։ Նենց են ծեծել, որ հիվանդանոց հանգել։ Հարցակվել ծեծել են։ Հայկի վիճակը լավ չի։ Կոմայի մեջ պարկած է։ Ովքեր էին։ Չգիտեմ, քեր։ Ինչ որ տղեկ էին։ Միջև հասա արդեն իրանք փախել էին։ Հաշվեհարդար են եղել։ Շատ գիտեմ, այ քեր։ Հաստատ հաշվեհարդար են եղել։ Ասում ես, որ հիվանդանոցում է։ Քարամյան կլինիկայում է։ Լավ, դու մամայի հետ եղի, փորձ իրան հանգստացնել։ Դուսը թրև չգաս։ Կողք եղի։ Եղավ քեր ջան։
Մի մտածի, մամ ջան։ Ես դրանց անպայման գտնելու եմ։ Կտենաս Հայկը լավանալու է, մամ։ Ամիրբեկյան ես եմ։ Ասա լսում եմ։ Ես ինչեր ես անում Ամիրբեկյան։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Երեխային ինչ ես պատժել։ Հալա։ Դու հոգ քշերվա իրաց չես։ Երեխեն հիվանդանոց հանգ է Ամիրբեկյան։ Ես ինչ կապ ունեմ։ Ոնց թե։ Լսի։ Դու կարող ես գիտես ես իմ բան ու գործը պիտի թողեմ։ Քո քերոջդ լրագրող տաղու հետևից ընկնեմ, հա։ Ամիրբեկյան։ Լսի, ասեցի ես դրա հետ կապ չունեմ։ Եթե Հայկի հետ մի բան եղավ, ինձանից չնեղանաս։ Ես զանգե հաթաթա ես տալիարա։ Դու հետով դառա արա, որ զանգես իմ հետ սենց խոսած, հա։ Ես ընդհանրապես քո հետ չպետք է գործ բռնեի։ Չմռնեիր։ Ուրեմն իմացի։ Այսօրվանից ես Զարայի մեկուսացման համար ոչ մի երաշխիք չեմ տալիս։ Լսի քեզ ինչ եմ ասում, արա։ Խելոք կվերընկնես տեղը, դու գործդ կանես, հասկացար։ Ո՞ւետ եմ արա, հասկացար։ Ալո։ Ես անջատեց հրա։ Ես քո Ուռոտ։ Երբանից ես թևավորվեց։ Ինձ պայմանա թելաջում։ Հա, հեռախոսդ վեկալ է հոգեկան։ Լսրան տեսա, որ չի պատասխանում։ Կարող է համատուս գլուրա։ Նման ես մեկին, ով խեղդվում է ու փրփուրներից է բռնվում։ Ինչ ես ասում։ Դու ես ամեն ինչը արեցիր նրա համար, որովհետև տենց էլ քեզ չկարողացար ներել, որ Արսենը քեզ չընտրեց, որ Արսենը քեզ երբեք չի սիրել, որ Արսենը միշտ ինձ է սիրել։ Արսենը իմ ամուսինն է, դու ով ես։ Ես։ Ես իրան ժառանգ եմ պարգևել, այն ինչ որ դու երբեք չես կարողացել անել։ Արսենի միակ ժառանգը Էլենն է։ Դրա համար երեխուս գողացաք, դրա համար ես երեխուս պահել։ Արսենը միշտ էլ ասում էր, որ բաբկենը իր միակ ժառանգն է։ Արսենը միշտ ասում է, որ մենք մեր երեխուն գտնելու ենք։ Մենք մեր երեխուն գտնելու ենք։ Ես արդեն քեզ ասեցի, երեխայիդ ուրիշ տեղ փնտրի։ Ես իմ երեխուն կգտնեմ։ Մենք մեր երեխուն կգտնենք։ Բայց այդ ժամանակ ես Արսենին քո դեմ եմ լարելու։ Ես Արսենին քո լակոտի դեմ եմ լարելու։ Ու Արսենը քեզ ոչնչացնելու է։ Ոչնչացնելու է քեզ ու քո լակոտին։ Ես քեզ միայն մի դեպքում կներեմ։ Եթե դու սթափվես, հասկանաս ով ես դու ու գաս ինձանից ներողություն խնդրես։ Իսկ հիմա դուրս շպրտվի իմ կաբինետից։ Բարձրացեք իմ կաբինետ։ Սենյակից դուրս շպրտեք ես կնոջան։ Չմոռանաս, որ ես ու դու պատերազմում ենք, ու դու էլ սրա համար շատ ես փոշմանելու։ Նստի։ Հա, ինչ արեցիր, այդ լակոտին տեսար, հետը լեզու գտար։
Մարդկային լեզուն հասկացողներից չէ Ռուշանը։ Կարող է էլի բանման հրապարակի։ Այն գլխից դեմն առել եմ։ Հիվանդանոցում կոմայի մեջ է։ Այդ տղեն իր գլխին սարքում է։ Ասա ուսանող ես գնա քո համար ապրեի։ Չես։ Ռուշանյան։ Ասա Ամիր Բեկյան։ Ռուշանյան, համը հելնում է։ Լավ, ես գնամ։ Ինչ ա եղել Ամիր Բեկյան։ Այն բժիշկն էր զանգել։ Դա այն գժանոցի բժիշկը էլի։ Գլխավոր է։ Ինչ ես ասում, չեմ հասկանում է։ Ինչ ես ուզում։ Թեվավորվել էր, զանգել էր, հետս խոսալուց հաթաթա էր տալի։ Յանի ինքը այսօրվանից Զարայի համար էլ ապվիճա չի։ Ամիր Բեկյան, ինչ ես զանգել։ Ոնց։ Բա դու չիմանաս Ռուշանյան։ Լսի։ Ես այդ Զարայի փողը տվել եմ։ Հա, տվել ես։ Դե վերջ, մնացածը քո պրոբլեմներն են։ Հարցերդ լուծի։ Բա ինչ անեմ։ Ինչ պիտի անես։ Դու լավ գիտես ինչ պիտի անես։ Ես իմնասեցի։ Տարեսկզբի ավանդական զեղչեր Կերամա Մարացիից։ Ընդամենը 30 օր, 30% զեղչ ավելի քան 2500 տեսականու համար։ Տարվա եսակի զեղչը սկսվեց։ Հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը տարվա քո հնարավորությունն է դարձնել կյանքը նորաոճ, որակյալ եւ հարմարավետ։ Այսպիսով Կերամա Մարացիի սալիկների ու դեկորատիվ էլեմենտների ողջ տեսականին 30% զեղչով։ Կերամա Մարացի։ Նորան բոլոր ծրագրերս իրար խառնեց։ Հիմա Արսենի մոտ չեմ կարող ձևացնել, իբր ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ստիպված պիտի գործը, ուրիշ ելք չկա։ Տուն ենք գնում։ Հասագայ։ Ավետ ամեն ինչ իրար խառնվեց։ Մի րոպե, ինչ ա եղել, չհասկացա։ Նորան էր իմ մոտ եկել, օֆիս։ Նորան։ Չէ, հնարավոր չի։ Դե ասում եմ եկել էր։ Արսենը նման բան թույլ չէր տա։ Դե ուրեմն ինքնագլուխ է այդ բանը արել։ Լավ, ասա ինչ էր ուզում։ Կռիվ էր տալիս Արսենի համար։ Ավետ ես էլ չեմ կարա Արսենի հետ մի հարկի տակ ապրեմ։ Ես էլ ինքնասիրություն ունեմ։ Հիմա դու որտեղ ես։ Մեքենայի մեջ եմ, տուն եմ գնում։ Գայ, արի ինձ մոտ հանգիստ նստենք խոսենք։ Չէ, Ավետ, ես Արսենից շուտ պիտի տուն հասնեմ։ Գայ, դու որոշ ժամանակ կարող ես ինձ մոտ ապրել։ Երկաց արի։ Ավետ, ես չեմ պատրաստվում իմ տնից դուրս գամ։ Այդ Արսենը պիտի իմ տնից գնա։ Լսի, դու հասկանում ես, որ դա վերջնական արճակատման է բերել։ Ինչ արած։ Ես չի ուզում, որ սենց լիներ, բայց դե շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Հիմա արդեն ուրիշ ելք չկա։ Մենք ուրիշ բան էինք ծրագրել։ Դրա համար եմ ասում, արի հանգիստ նստենք խոսենք, լավ։ Բարև, պապ։ Չէ, Ավետ, իմ հարցերը ես ինքս կլուծեմ։ Ավետ, ինչ-որ մարդ եկավ։ Արամն է։ Լավ, Ավետ, ես ուղղակի ուզում էի քեզ տեղյակ պահել։ Սրանց հետո ես արդեն գիտեմ ինչ պիտի անեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ու ինչ ես տենց վերեցնայում, տղա ջան։ Ուզում եմ հասկանամ դու Գայան։ Ի վերջո ինչ եք ծրագրում։ Այդ քո խելքի բանը չի։ Ապրես, պապ։ Արդեն Արսենի բառապաշարն ես օգտագործում։ Կարաս ինձ բացատրես, պապ, Գայան ինչի համար պիտի որոշ ժամանակով մեր տանը ապրի։ Եթե դրա կարիքը զգացվի, ինքը կապրի մեր տանը, բայց առայժմ դրա կարիքը չկա, տղա ջան։
Հա բայց ինչի։ Ինքը իմ մտերիմ ընկերն է, ուսանողական։ Ու եթե օգնության կարիք ունի, ես դա պետք է անեմ։ Ես ինչ ես խոսում, պապ։ Հա։ Հա մաման, պապ։ Մաման ինչ տղա։ Գիտես ինչ եմ ուզում հասկանամ, դու ուզում ես մամայից բաժանվես ու ամուսնանաս Գայայի հետ, հա։ Մենք վաղուց այդ տարիքից անցել ենք։ Մենք մտերիմ ընկերներ ենք, տղա ջան։ Դու են ասա Սոնայի հետ հաշտվեցիր։ Դա ձևի համար ես հարցնում։ Ինչ ձև, տղա։ Որովհետև ես շատ լավ տեսնում եմ, պապ, որ քո միտքը հիմա լրիվ ուրիշ բանով է զբաղված։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Չէ, Սոնայի հետ չեմ հաշտվել ու չգիտեմ էլ ինչա լինելու։ Ուզում ես խոսենք դրա մասին։ Չէ, չեմ ուզում խոսենք, որովհետև ես քո խորհրդի կարիքը չունեմ։ Կարո՞ղ ես ինձ հանգիստ թողես։ Ինչ ես եկել։ Քեզ եմ հարցնում, ինչ ես եկել։ Գայա։ Որտեղից ես գալիս։ Որտեղից պիտի գամ։ Օֆիսից։ Օֆիսից, ճիշտ է։ Մոռացել եմ, դու միշտ օֆիսից ես գալիս։ Գայա ինչ-որ բան է եղել։ Եղել է, ինչը պիտի վաղուց լուներ։ Գիտես, մեկ դու գործուղման ես մեկնում Մոսկվա։ Հետո դու վերադառնում ես, բայց օրերով տուն չես գալիս։ Դու վիզիտի շատ կարևոր գործեր ունես օֆիսում։ Գայ, ինչ է եղել։ Նորատ էր եկել։ Նորատ։ Նույնիսկ չգիտեմ դրան ոնց անվանել։ Սիրուհիդ, կինդ, որդուդ մայրը։ Լեզուդ պատմիլավ, չէ՞։ Դե խոսա, ասա։ Այսքան տարի դու ինձ խաբել ես, Արսեն։ Պարզում է, որ դու ընտանիք ունես։ Պարզում է, որ դու տղա ունես, տղա ժառանգ, որին պատրաստվում ես ամեն ինչ ժառանգել։ Էլ ինչ ես պատրաստվում անել, ինչից որ ես տեղյակ չեմ։ Գայ։ Արսեն, գնա։ Լսի։ Արսեն, գնա ասեցի։ Գնա այնտեղ, որտեղից որ եկել ես։ Այսքան տարի ես ստի մեջ եմ ապրել։ Այսքան տարի դու Նորայի հետ ես կապված եղել։ Գայ։ Արսեն, մի խոսա։ Դու խոսալու տեղ չունես։ Ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Պետք չի, հա։ Նորան ինձ ամեն ինչ մանրամասն մատչելիորեն բացատրել է։ Եվ ինչ ասել, Նորան։ Ասեց, որ դու երբեք ինձ չես սիրել, որ այն գլխից էլ իրան ես սիրել, որ իմ հետ ամուսնացել ես փողի համար, որ ես քո համար փողի քսակ էի։ Արսեն, դու դպրոցական տարիքի տղա ես։ Խելագարվել կարել է։ Էդ ինչ ես իրան ասել։ Ինչ եմ ասել։ Ասել ես, որ այդ տղան, այդ երեխան, քո միակ ժառանգն է։ Ոնց է լեզուդ պտտվել, տենց բան ես ասել։ Գայ։ Արսեն, գնա։ Գնա ասեցի, Արսեն։ Հենց հիմա գնա։ Ոտքը տեստանը չլինի։ Քեզ ատմահարզանա պետք, ես քեզ այդ հաճույքը կպատճառեմ։
գայի։ Արսեն գնա։ Գնա քեզ ասում եմ։ Գնա ասեցի։ Հետ ինչ ես արել նոր։ Բողոքել, հա։ Քեզ ասում եմ, հետ ինչ ես ինքնագլուխ բաներ անում, հա։ Լավ եմ արել։ Լսի։ Դու չես հասկանում, որ քո այդ անիմաստ ու հիմար բաներով ամեն ինչ փչացնում ես։ Չէ, չեմ հասկանում։ Լսի, ինչ ես ուզում նոր։ Արսեն, դու պետք է ընտրություն անես։ Ինչ ընտրություն։ Կամ ես կամ Գայան։ Ես այդ ընտրությունը վաղուց արել եմ, ու դու դրա մասին շատ լավ գիտես։ Ես չհասկացա, դու ինձ նկատի ունես թե Գայային։ Նոր դու այսքան տարի դիմացել ես։ Այսքան տարի դիմացել ես։ Չէիր կարող մի ամիս էլ դիմանայիր։ Չէի կարող։ Ինչի՞։ Ես հասկացա, որ գնալով ամեն ինչ կորցնում եմ։ Առաջինն էլ Բաբկենս էր։ Բաբկենին ես կգտնեմ, հանգստացի։ Ուրեմն հենց Գայայից էլ սկսի, որովհետև Բաբկենին Գայան է առևանգել։ Դե հիմարություններ մի դուրս տուր, հերիքա։ Բաբկենից Գայան ու Էլենն են առևանգել։ Լավ, այդ ամեն ինչը քո տանը կքննարկենք։ Ես հիմա քեզ մոտ եմ գալիս։ Գայան քեզ տնից վռնդել է։ Տենց բան չկա։ Վռնդել է։ Իհարկե վռնդել է։ Ապրի Գայան։ Նորա վերջ տուր։ Ես քեզ մոտ եմ գալիս։ Առանց Բաբկենի իմ տուն չմտնես։ Նորա։ Ասեցի չէ, վերջ։ Սոնա, ասա մամ, գուցե խոսես Արամի հետ։ Չէ մամ, Արաման հենց բան արել, որ ես իրան երբեք չեմ ներել։ Սոնա ջան, կյանքում բոլորն էլ սխալվում են, բայց երկու կողմերից մեկը պիտի զիջող լինի։ Մամ, ես չեմ կարող Արամին ներեմ, որովհետև ինքը քո վրա գրակողին բաց է թողել։ Դրան հայկենց նկողում էին պահում։ Իսկ Արամը ազատ է արձակել։ Ու գիտես ինչի։ Գիտեմ Սոնա ջան, գիտեմ։ Իսկ ես դրանից հետո իրան ոնց ներեմ, մամ, կասես։ Լավ, ես գնամ հացի։ Մամ, ես կգնամ։ Դե սպասի փող տամ։ Փող ունեմ, պետք չի։ Գնացի։
Տեսնես ֆայլերը պահպանվել են։ Լավ, ես վազեմ հացի։ Աննա, արի ինձ մոտ։ Աննա ջան։ Հիմա մի րոպե։ Սուրճ բեր։ Ու զանգիր նախաճաշ պատվիրիր։ Դե տես, ըստ քո հայացողության։ Հա, ինչ ես կանգնել։ Ինչ ես նայում։ Հասկացա։ Մամ, ես եկա։ Ապրես բալես։ Դե գնամ իմ սենյակ։ Աստված իմ մենակ թե վնասված չլինի ֆայլերը։ Ինչ լավ է, ոչ մի ֆայլ չի վնասվել։ Վերջ Հայկ, ես իմ խոստումը կատարեցի։ Սոնա, բարի լույս։ Բարի լույս։ Սոն ջան, մենք պետք է հանդիպենք։ Այդ Արամն է քեզ խնդրել, որ ինձ զանգես Լևոն։ Սոն կասեց ձեր մեջ ինչ ա եղել է։ Ոչ մի բան Լևոն։ Ուղղակի Արամը Էլենին ա ընտրել։ Դա բացառվում է, ես եմ Արամի ու Էլենի ապահարձանի հարցով զբաղվում։ Արամը Էլենից բաժանվում է։ Այդ ձև ա թափում։ Իրականում ինքը ամեն ինչ անում է, որ Էլենին պաշտպանի։ Իսկ այ ինձ։ Սոնա, այս հեռախոսով խոսալու բան չի, արի հանդիպենք։ Հելեն, ինչ ա եղել։ Ռաֆին ինձնից հեռացել է։ Ինչ ես ժպտում։ Որովհետև Ռաֆիդ հիմարի մեկն է։ Կիկի չփորձվես Ռաֆին վիրավորես։ Ես համոզված եմ, որ ես ամեն ինչում պապան ա մեղավոր, այդ հաստատ ինքն ա արել։ Հելեն, դիազարցնը կապ չունի։ Ես եմ արել։ Դե որոշեցի Ռաֆի ներվերը մի քիչ խուտուտ տամ, բայց չիմանայի, որ իրան օթելոյի տեղն ա դնելու։ Կիկի ինչ ես խոսում։ Հելեն, չեմ հասկանում, դուք լրիվ եք բթացել, կատակն էլ չեք հասկանում։ Հելեն, այն օրը դու Արամի կաբինետում էիր, չէ՞։ Դե ես էլ որոշեցի ձեր հին ֆոտոներից մեկը ուղարկեմ Ռաֆին, դից կատակ էլի։ Չիմանայի, որ ինքը քեզ հավատալու փոխարեն պիտի ինչ-որ հիմար լուսանկարի հավատա։ Կի ախր ինչի։ Դու գոնե հասկանում ես ինչ ես արել։ Հելեն, կատակ եմ արել, անձնական ոչ մի բան։ Այդ քո հիմար կատակի պատճառով Ռաֆին թվացել է, որ ես ու Արամը Աստված իմ հա։ Ախր այդ ժամանակ, որ Ռաֆին զանգեց, ես Արամի կաբինետում եկի, ինչ ես տենց բան արել։ Հելեն, լավ, կանցնի։ Ռաֆիդ մի քիչ դիմքի իրան կուտի, հետո կանցնի, առաջի անգամը չի։ Ինչը կանցնի։ Դու հասկանում ես, ես զանգե պապային ինչ ասես ասել եմ, բայց պարզվում է այդ քո ապուշությունն է։ Էլեն, եթե Ռաֆին խանդել է, ուրեմն քեզ սիրում է, չէ։ Դու էլ հաշտի որ թեթև թեստ ենք անցկացրել։ Կիկի, ինչ թեստ։ Դու երեխուն կորսելուց հետո խելքը թրծրել ես լրիվ։ Ընդհանրապես ինչ գործ ունես այստեղ։ Չհասկացա։ Հենց այտենց։ Դու տուն տեղ չունես, հերիք չի լով են ստանն էր գրանցված հիմա էլի։
Դուրս տեղ։ Ան։ Հիմար։ Ես ինձանից էլ ես նեղացել։ Չէ։ Սան, եթե այս աշխարհում կա մեկը, ում համար Արամը ամեն ինչի պատրաստ է, դու ես, դու դա ոնց չես հասկանում։ Լևոնը տենց չի։ Տենց է։ Չէ։ Արամը Էլենին է ընտրել։ Ես տեսա, թե իրանք ոնց էին համբուրվում Արամի կաբինետում։ Չկա տենց բան, դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Լևոն, ես ամեն ինչ շատ ճիշտ եմ հասկացել։ Արամը գտել էր ինձ վրա գրագողին, ճիշտ չէ՞։ Հա, ճիշտ ես, մենք միասին ենք Ռովին ազատ արձակել։ Ռաֆի, բաց ես եմ։ Ինչի ես եկել։ Ռաֆի, բաց խնդրում եմ։ Մենք եկի հիմար կատակի զոհն ենք դարձել։ Ռաֆի, խնդրում եմ, բաց ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բացատրելու բան չկա, հեռացի Էլեն։ Ռաֆի։ Այդ նկարը, որ դու տեսել ես մի 2 տարի առաջվա նկար է։ Այդ կիկի հետ եք այդ սուտը հորինել։ Ռաֆի, ես չեմ խաբում։ Էլեն, ինչի ես եկել։ Ռաֆի, ես չեմ կարա դրան ետևից խոսեմ, խնդրում եմ, բաց ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ռաֆին թվում է, թե ես ու Արամը կլինիկայի գլխավորի առանձնասենյակում համբուրվելիս ենք եղել։ Ու կիկին մեզ նկարել է։ Ախր ինչի, հա? Ինչի համար։ Եթե ես Ամիր Բեկյանի արածն է, ես նրան ցույց կտամ։ Ով է տեսել, որ երեխու հետ սենց հաշվի հարդարան են։ Ինձ հեռու մնալ։ Ինձ դուր չեն գալիս նման կատակները։ Ու ինքը իրավունք չունի մարդկանց զգացմունքների հետ սենց խաղալ։ Ճիշտ ես։ Հայկ այդ մեքենայի համարանիշները գրանցել են ու կարծում եմ այդ թուղթը իր կուրտկայի մեջ կլինի։ Բայց դու ինչ ես պատրաստվում անել։ Չգիտեմ, երևի ոստիկանություն գնամ։